այդ տվյալները հրապարակել է, բայց պարոն Պապայանը չի ստուգել այդ տվյալները, ցավոք, էլի ABC եւ Alitex ընկերությունները դա մեր եւ լիբանանահայ ընտանիքի համատեղ ներդրումներն են։ Լիբանանահայ ընտանիքը ներդրումներ կատարել Հայաստանում, որին հետո որպես пассив ներդրող աջակցել ենք մեզ, կառավարումը իրենք են անում, իրենց ներդրման արդյունքում Հայաստանում շուկայի 60%-ը, օրինակ տեքստիլ սրբիչը, էլ Թուրքիայից չի գալի։ Դուք ասացիք TEFI ընկերությունը 460 միլիոնի արտոնություն է ունեցել, տվյալը ստուգված չէ, օգտվել է ընդամենը Մաքսատուրքի ազատումից 79 միլիոնի ընդամենը, իսկ գիտեք ինչքան հարկ է տվել, 7 միլիոն դոլարի, վճարել է գիտեք ինչքան դրանից ավել հարկ, 30 անգամ ավել հարկ, հարգելիս, եթե ես վճարում եմ 30 անգամ ավել հարկ, եթե ամբողջ էկոնոմիկայի նախարարությունը իր ամբողջ աշխատանքային պրոցեսում մի հատ արտոնություն է տվել մի քանի միլիոն դրամի, որի վերջնական արդյունքով մի քանի միլիոն դրամի, դուք պատկերացնում եք արդարացիության տրամաբանությունը, իրենց գործն է դա անելը, ես իմ կողմից Հայաստանում ներդրում անելով ապահովել եմ 29 միլիարդ հարկ, որը 29,000 թոշակառուի թոշակ է, մենք վճարել ենք 29,000 թոշակառուի համար թոշակի գումար, այդ ընկերությունով, դուք պետք է ուրախ լինեք, ես չեմ պատկերացնում կառավարություն, որը ուրախ չլինի, որ այսպիսի գործարաններ են գործում երկրում, որը չկար մինչև այդ, չի կարելի բիզնեսին այդպես վերաբերվել, դուք հարցնում եք, ինչու երկիր ներդրող չի գալու, դուք պատասխանում եք այդ հարցին։